ներկայացրել շինարարական տեխնիկայի
Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումը խորհրդանում կմեկնարկի օգոստոսի 24-ից, այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգոստոսի 20-ին նիստում հավանություն է տվել կառավարության 2026-31 թվականների գործունեության ծրագրին եւ այն ուղարկել խորհրդանի քննարկմանը։ Ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանն տեղեկացրել է կառավարության ծրագիրը քննարկելուց եւ ավարտելուց հետո կվերսկսեն այն կիսատ մնացած օրակարգային հարցերը, որոնք մինչ այդ չեն հասցրել քննարկել։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ հանձնաժողովի նախագահների ընտրության հարցն այսօր չավարտվի, ապա դա կշարունակեն քննարկել արդեն կառավարության գործունեության ծրագրի քննարկումից հետո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել շինարարության որակի տեխնիկական հսկողության թվայնացման եւ իրավական կարգավորումների արդիականացման վերաբերյալ, որոնք ուղղված են լինելու նախագծերի փորձաքննության եւ որակի բարելավմանը, կառուցապատող ընկերությունների վարկանիշավորմանը, բազմաբնակարան շենքերի կառավարման եւ շահագործման ինստիտուտի զարգացմանը։ Ընդգծվել է, որ բարեփոխումների արդյունքում ակնկալվում է գործընթացի բոլոր մասնակիցների մեկտեղում մեկ միասնական էլեկտրոնային համակարգում։ Վարչապետը կարևորել է շինարարության որակի ապահովման եւ վերահսկողության բարձրացման ուղղված գործընթացը, ընդգծել բոլոր փուլերում ստանդարտներին համապատասխանության ստուգման կարևորությունը եւ հանձնարարել մեկնարկել համակարգի ներդրման համար անհրաժեշտ քայլերը։ Առողջապահության նախարար Սանայ Ավանեսյանն էլ հանդիպում է ունեցել գործատուների հետ քննարկելու 200,000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը։ Նախարարը ներկայացրել է նախնական նախագիծը, ըստ որի պետք է ձևավորվի ապահովագրավճարը։ Համաձայն նախագծի 200,000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողը 2027 թվականին յուրաքանչյուր ամիս որպես ապահովագրավճար պետք է վճարի 2000 դրամ, մնացած 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, իսկ 4400 դրամը գործատուն։ Այս ձևաչափի նպատակը մինչև 200,000 դրամ ստացող քաղաքացիների ապահովագրության համակարգ ներգրավմամբ նրանց ֆինանսական բեռի կտրուկ աճի զսպումն է։ Հանդիպանը եկած հաշվապահները, ընկերությունների ֆինանսական պատասխանատուները հանդես են եկել տասնյակ հարցերով, դիտարկումներով եւ առաջարկներով։ Նախարարությունից նշել են, որ նման հանդիպումները կլինեն շարունակական։ Հայաստանը կուժեղացնի կոնյակի եւ գինիների արտադրության վերահսկողությունը ԵԱՏՄ պահանջներին համապատասխան։ Որոշումը օգոստոսի 20-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում, մասնավորապես կգնվի սարքավորում, որը թույլ կտա 3 անգամ արագացնել գինիներում եւ կոնյակներում թեթև տարրերի կայուն իզոտոպների վերլուծությունը։ Եթե ներկայիս պայմաններում լաբորատորիան 5 աշխատանքային օրվա ընթացքում է կարողանում անցկացնել ընդամենը 4-5 նմուշի լիարժեք փորձաքննություն, ապա անհրաժեշտ սարքավորումը ձեռք բերելուց հետո նույն ժամանակահատվածում հնարավոր կլինի փորձաքննել մինչև 15 նմուշ։ Արդյունքում կբարձրանան պետական վերահսկողության արդյունավետությունը բրենդի եւ գինու արտադրանքի նկատմամբ, նաև հնարավոր կդառնան կեղծված արտադրանքի հայտնաբերումները։ Կանգառ մեկ այլ բանակային դիրքում զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ գիծ հրապարակել տեսանյութ։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանն էլ ստուգայցեր է իրականացրել զորամասերում եւ բանակային դիրքերում։ Գլխավոր շտաբի պետը ստուգայցերի ընթացքում հետևել է կարգացուցակով սահմանված պարապմունքներին եւ ծառայության ամբողջ ընթացքին։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես անակնկալ ստուգայցեր է իրականացնում Պաշտպանության նախարարության զորամասերում օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների ստուգումից մինչև ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը պահելով ուշադրության կենտրոնում։
Անդրադառնանք այլ թեմաների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Խուզարկությունների արդյունքում տելեգրամյան օգտատերերից մեկի բնակության հասցեում հայտնաբերվել է 2 կիլոգրամ 610 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։ Տարբեր անձանց բնակության հասցեներից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, կանեփի բույսեր, նաև ավելի քան 8 միլիոն դրամ և $4500։ 7 անձ ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, մասնավորապես խոշոր խմբաքանակների հայտնաբերումն ու իրացման շղթաների խափանումը ներքին գործերի նախարարության գործունեության առանցքում է։ Այդ ուղղությամբ ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է օպերատիվ հետախուզական թիրախային միջոցառումներ և համալիր գործողություններ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով նույն բաժնի ծառայողները շուրջը հսկողություն և դարանակալներ են իրականացրել վերնշված օգտատերերի բնակության հասցեներում։ Քրեական ոստիկանների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նրանցից մեկը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են իրականացրել մի շարք անձանց բնակության հասցեներում, որի արդյունքում տելեգրամյան օգտատերերից մեկի բնակության հասցեից հայտնաբերվել է 2 կիլոգրամ 610 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։ Տարբեր անձանց բնակության հասցեներից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, կանեփի բույսեր, ինչպես նաև 8 միլիոն 170 հազար ՀՀ դրամ գումար և $4500 ԱՄՆ դոլար։ Հետագա միջոցառումների արդյունքում 7 անձ ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է հասցեական պայքարը թմրամիջոցների անօրինական շրջանառության և դրանց տարածման ցանցերի չեզոքացման ուղղությամբ։ Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի նոր ալիք է, բենզինի գները բարձրանում են, բենզալցականներում հերթեր են, նույնիսկ շարժիչի յուղի պակաս կհայտում են ռուսական լրատվամիջոցները։ Երկրի վիճակագրական ծառայության տվյալներով օգոստոսի 11-ից 17-ը բենզինի գները բարձրացել են երկրի 40 շրջանում, ամենամեծ գնաճը ավելի քան 8% գրանցվել է Կրասնոյարսկի երկրամասում։ Մոսկվայում էլ իր բնակավայրում մահացած է հայտնաբերվել անվտանգության դաշնային ծառայության պաշտոնաթող գեներալ-մայոր Իգոր Լապտեևը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, նշելով, որ 83-ամյա Լապտեևը ենթադրաբար ինքնասպանություն է գործել, դա տեղի է ունեցել 3 ցերեկը։ Իզվեստիան հայտնում է, որ պաշտոնաթող գեներալը մահացել է գլխի հրազենային վնասվածքից։ Լապտեևի թողած որևէ գրության կամ ենթադրյալ ինքնասպանության շարժառիթների մասին չի հաղորդվում։ Իրավապահ մարմինները պաշտոնական տեղեկատվություն չեն հրապարակել։ Լապտեևը մասնագիտությամբ քիմիկոս-տեխնոլոգ էր, ծառայել է ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեում, մասնակցել է Աֆղանստանում մարտական գործողություններին, Բաքում և հետագայում ԱԴՑ-ում ծառայության ժամանակ զբաղվել է տեղեկատվական անվտանգության հարցերով։ Ռուսաստանը չի պլանավորում զանգվածային զորահավաք անցկացնել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա, այս մասին է լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան։ Նա նաև հերքել է այն հաղորդագրությունները, որ ռուսաստանցի տղամարդիկ զանգվածային կերպով հեռանում են արտերկիր։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ըստ հետախուզական տվյալների Ռուսաստանը սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում է զորահավաքի։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ, որը ենթադրում է Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշում։ Մենք ոչնչացրել ենք նրանց սովորական սպառազինության ուժերը, հսկայական ճնշում ենք գործադրել նրանց արդյունաբերական բազայի վրա, որտեղ նախկինում զենք էին արտադրում, եւ այժմ որոշակի իմաստով մտնում ենք նոր փուլ, որտեղ մեր ունեցած ամենաարդյունավետ գործիքը նրանց նկատմամբ տնտեսական ճնշումն է։ Սա նուրբ հավասարակշռություն է, քանի որ նրանց նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելով մենք բախվելու ենք մեր նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու նրանց փորձերին, սակայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում ակնհայտ էր, որ նրանք ավելի շատ մեծ ճնշման են ենթարկվել, քան մենք։ Կշարունակենք նույն ուղղությամբ, քանի որ կարծում ենք, որ սա վերջնական նպատակին հասնելու լավագույն միջոցն է, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։
Օգոստոսի 20-ին Պերուի հարավում Այակոչոյի շրջանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։ Պերուի երկրաֆիզիկական ինստիտուտը նախնական ուժգնությունը գնահատել է 7.2 մագնիտուդ, իսկ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը 6.7։ Էպիկենտրոնը Կորակորայից մոտ 35 կիլոմետր հեռավորության վրա, խորությունը IGP-ի տվյալներով մոտ 108 կիլոմետր։ Ցնցումները զգացվել են նաև Լիմայում եւ հարակի շրջաններում։ Ավելի ուշ հաղորդվել է առնվազն 2 տուժածի եւ որոշ շինությունների վնասման մասին, իսկ Պերուի նավատորմը հայտարարել է, որ ցունամիի վտանգ չկա։ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում տեղի ունեցած վթարի պատահարի հետևանքով վիրավորվել է 6 մարդ, այդ թվում 3 անչափահաս։ 2 մեքենա բախվել էին, ինչից հետո մեքենաներից մեկը հայտնվել էր մայթին ու վրա էր ենթարկել անցորդների։ Ուկրաինան պատրաստ է հրթիռներ գնել Պատրիոտ համակարգերի համար, այլ ոչ թե դրանք նվեր ստանալ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մեզ հրթիռներ են պետք Պատրիոտ համակարգերի համար, սա այն է, ինչ կարող է ապահովել միայն մեր գործընկերները։ Մենք չենք խոսում նվերների մասին, խոսքը Ուկրաինային զենք գնելու պատրաստակամության մասին է։ Կարևոր է, որ մեր գործընկերները, մասնավորապես Միացյալ Նահանգները, համապատասխան քաղաքական որոշումներ կայացնեն, գրել է նա։ Ռուսաստանի Դաշնությունն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջուկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին, ինչպես նաև պահպանում է կայանների աշխատանքի անվտանգության եւ ուսալիության ավանդաբար բարձր ստանդարտները, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող Կելեո նավթաբազային, ընկերությունը նշել են, որ բոլոր աշխատակիցները ողջ են եւ չեն տուժել։ Նյու Յորքում ուժեղ ամպրոպային անձրևներ առաջացրել են տեղային հեղեղումներ, այդ թվում մետրոյի համակարգում։ Պաշտոնական NAC նոթիֆը հայտնել էր, որ հեղեղումների պատճառով MTA-ի գնացներում սպասում էին ուշացումներ եւ երթուղային փոփոխություններ։ Նույն ժամանակ Նյու Յորքի իշխանությունները հայտարարել էին, որ քաղաքի որոշ հատվածներում 1 ժամում կարող էր տեղալ 1-ից 2 դյույմ, անձրև առաջացնելով արագ զարգացող հեղեղումներ։ Օգոստոսի 21-ի առավոտյան Պերմում անօդաչու թռչող սարքերի հարձակում է տեղի ունեցել եւ մի շարք աղբյուրներ հայտնում են, որ թիրախներից մեկը եղել է Լյուկոյ Պերմնեֆտ Օրգսինթեզ նավթավերամշակման գործարանը։ Քաղաքում լսվել են մի քանի պայթյուններ, իսկ գործարանի տարածքի ուղղությամբ տեսանելի է եղել ծուխը։ Գործարանը Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման ձեռնարկություններից է, տարեկան մոտ 13 միլիոն տոննա նավթ վերամշակելու հզորությամբ։ Այն արտադրում է մասնավորապես բենզին, դիզելային վառելիք եւ ավիացիոն կերոսին։ Այսքան այժմի համար ցտեսություն։